Պարոն Ասատրյան, դուք թիվ 1437 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահն եք, խնդրում եմ ասել ժամը 17:26-ի դրությամբ քանի հոգի է ընտրել, քանի հոգի ընտրելու իրավունք ուներ հենց այս ընտրատեղամասում եւ ինչպես է գնահատում ընդհանրապես մասնակցությունը։ Տեղամասի ընտրողների քանակը 1517 է, այս պահի դրությամբ մասնակցել են 602-ը, շատ ակտիվ մասնակցություն ունենք, շատ նորմալ ընթանում է քվեարկության, նորմալ է։ Միջադեպեր, խախտման դեպքեր։ Խախտում ընդհանրապես չի գրանցվել, միջադեպ թեթև միջադեպեր եղել է, հարթվե գնացել է։ Ինչ բնույթի։ Ցանկացել են օգնեն, նկատել ենք, դուրս ենք հրավիրել։ Կուտակումների մասին ոստիկանությունը արդյոք միջամտություններ եղել է ոստիկանության աշխատակիցների կողմից։ Մենք հրավիրել ենք ոստիկանության աշխատող, ընտրողը իրախցիկ մարդ մոտեցել էր, ընտրողից վերցրել եմ թերթիկներն ու ծրարը մարել եմ, առաջարկել եմ նորից տրամադրեմ ընտրի, այդտեղ միջադեպ ինքը ստեղծեց, ոստիկանության աշխատողներին կանչել եմ։ Պարոն Ասատրյան, անկախ դիտորդաշինքը դիտորդական առաքելություն իրականացնող արձանագրել է, որ 2021 թվականի համեմատ Արշալույս գյուղում 5 անգամ ընտրողների մասնակցությունը աճել է, դա 16:00-ի դրությամբ եմ ես ձեզ ասում։ Դուք էլ օրինակ նշեցիք, որ արդեն իսկ բազմաթիվ հարյուրավոր մարդիկ են մասնակցել, մենք էլ այստեղ գտնվելով տեսնում ենք, որ հոսքը շատ է։ Ըստ ձեզ ինչով կարող է պայմանավորված լինել, արդյոք ինչ-որ ուղղորդումների։ Առողջ մրցակցություն կա թեկնածուների, կուսակցությունների, դաշինքների մեջ, իմ անձնական գնահատականը, կարծիք։ Իսկ ինչ-որ ուղղորդումներ, որ հստական բոլոր ընտրության կամ չգիտեմ, տեղեկություն չունեմ։ որևէ ամենայն դեպս արտառոց իրավիճակ։ Այստեղ չի գրանցվել ոչ մի բան։ Դուք առաջին անգամ եք հանձնաժողովի կազմում, որ թվականին եք եղել։ 21 թվականին արտահերթին եմ եղել, համայնքի խոշորացված համայնքի ղեկավարին եմ եղել, ազգային ժողովի ընտրությանն եմ, կարելի ասել 15 թվականից բոլոր ընտրություններին մասնակցել եմ։ Այն նաև դուք էլ նշեցիք, որ 21-ին եղել եք, հիմա եթե անկախ դիտորդի եւ ձեր, այսպես ասած, համեմատություն անենք, դուք եւս կգնահատեք, որ այս տարի առավել քան ակտիվ են։ Ակտիվ են, ես նշեցի, առողջ մրցակցություն կա թեկնածուների մեջ, այն ժամանակ երևի չկար։ Այն ժամանակ 3 թեկնածու եղել է, խոշորացված համայնքի ընտրություն ա եղել։ Հիմա արդեն վաղարշաբաթ խոշորացված ընտրություն է, քաղաքը 17-18 գյուղով։